Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանն ու Փրկարար ծառայության տնօրեն ներքին գործերի նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը դեկտեմբերի 4-ին հանդիպել են Ամերիկայի Միացյալ Նահանգների Եվրոպական հրամանատարության ռազմական պլանավորման վարչության պետի անվտանգային ոլորտի համագործակցության, զանգվածային ոչնչացման զենքի տարածման, հակազդման, ՆԱՏՕ-ի հարցերով տեղակալ Քրիս Մքքինի գլխավորած պատվիրակությանը։ Բարձր գնահատելով ձևավորված սերտ համագործակցությունը Արմեն Ղազարյանը այդ համատեքստում կարևորել է Փրկարար ծառայության անձնակազմի եւ տեխնիկական կարողությունների շարունակական զարգացման անհրաժեշտությունը ճառագայթային, քիմիական եւ կենսաբանական վտանգների արձագանքման ոլորտում։ Նա նշել է, որ համատեղ իրականացվող ծրագրերն ունեն դրական արձագանք եւ կարևոր է, որ լինեն շարունակական ի նպաստ համընդհանուր օրակարգի։ Արմեն Ղազարյանն ընդգծել է, որ հանրային անվտանգության ապահովման տեսանկյունից առանձնահատուկ կարևորություն ունեն պետական կառույցների փոխգործակցությունը, ռեսուրսների ճիշտ բաշխումն ու ժամանակակից տեխնիկական լուծումների կիրառումը։ Փրկարար ծառայության տնօրեն ներքին գործերի նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը ներկայացնելով բարեփոխումների շրջանակում իրականացվող ծրագրերը անդրադարձել է միջազգային գործընկերների հետ համագործակցության դինամիկային եւ հեռանկարային ուղղություններին։ Նա նշել է, որ արտակարգ իրավիճակներին առավել արդյունավետ արձագանքելու նպատակով Փրկարար ծառայությունը շարունակաբար կատարելագործում է տեխնիկական բազան եւ մասնագիտական ներուժը անցկացնելով ուսումնավարժանքներ, գործնական պարապմունքներ, ինչպես նաեւ այլ գերատեսչությունների հետ միջազգային չափորոշիչներին համապատասխան համալիր ուսումնավարժություններ։ Քրիս Մքքինն իր խոսքում նշել է, որ համագործակցության արդյունավետության վերլուծությունը եւ գնահատումը առաջնահերթությունները վերաարժեվորելու հնարավորություն են։ Նա քաղաքացիական անվտանգության ոլորտում համագործակցությունը նոր թափով վերսկսելու պատրաստակամություն է հայտնել։ Պատվիրակության անդամները Փրկարար ծառայությունում ծանոթացել են ճառագայթային, քիմիական եւ կենսաբանական վտանգների արձագանքման ոլորտում կիրառվող տեխնիկական միջոցներին։ Մասնավորապես ցուցադրվել են վարակազերծման համար նախատեսված գույքը, հետախուզական սարքերը, շնչառական ապարատները, տրանսպորտային միջոցները եւ այլն։ Կողմերը բնակչության անվտանգության մակարդակի բարձրացման եւ աղետների ռիսկի նվազեցման ուղղությամբ համատեղ ծրագրերը շարունակելու պատրաստակամություն են հայտնել։